Ձեր աչքերը փակեք, ժողովուրդ ջան, փակեք, իրան որ տեսնում եք, սկսեք լաց լինել, դողալ, ասել դու մեր Աստվածն ես, հարություն ես առել, մենք Հայաստանն էլ կկորցնենք, ամեն ինչ էլ կորցնենք, մերանք ես քեզ տեսնեմ եւ այլն։ Ես շատ վախենում եմ սեկտաներից։ Սեկտանտները բավականին վախենալու մարդիկ են իմ համար։ Ես դա չեմ կարողանում նայել, բայց որ դուք գնում եք եւ պաշտում եք այս մարդուն, որը հանձնեց Ղարաբաղը, հանձնեց Մեղրին, հիմա էլ հանձնելու է Զանգեզուրը եւ 1 միլիոն ադրբեջանցի վերադառնալու Հայաստան։ Էլի գնացեք պաչեք, էլի դողացեք, լաց եղեք, եթե դուք չեք կարողանում դուրս գալ աղանդից։ Դա ծանր բան է, աղանդի անդամ լինելը։ Իսկ մնացածները թող հասկանան, որ Ադրբեջանը իզուր տեղը ֆակուլտետ չի բացում Արևմտյան Ադրբեջանի եւ Ադրբեջանի ղեկավարը իզուր տեղը չի ասում անընդհատ, որ մենք պետքա վերադառնանք Հայաստան եւ անգամ թվեր ասում, մինչեւ 1 միլիոն եւ քարտեզներ չեն կախում այն գյուղերի, որտեղ պետք է վերադառնան ադրբեջանցիները։ Նրանք իզուր տեղը ժամանակ ու փող չեն վատնում։ Հենց որ գնացեք, համբյուրեք ձեր ղեկավարին, ուղղակի հասկացեք, հասկանալով հանձնեք ձեր երկիրը։ Իսկ մնացած մարդկանց, ովքեր դեռ աղանդի անդամ չեն եւ կարող են մտածել, լավ նայեք այս նկարներին, լավ նայեք ու հասկացեք, որ վաղը Հայաստան չի լինելու, եթե դուք հունիսի 7-ին չգնաք ընտրության, ու այս սեկտանտները ավտոբուսներով էլի գնան ցուցակներով ձայները տան, գիտեք, որ իրանց վրա գոռում են, սպառնում են, մանկապարտեզների տնօրեններին տեսակ ոնց էին մաթափ տալի իրանց վրա, դպրոցներ, պետական աշխատանք ունեցող մարդիկ, ապարատի անդամներ բոլորի վրա գոռում են, սպառնում են, մատ են թափ տալի, որ այս բռնապետ դավաճանը նորից ընտրվի եւ Հայաստան չլինի։ Եթե դուք ուզում եք, որ դուք փախստական չդառնաք, հունիսի 7-ին անպայման գնացեք եւ ձեր ձայնը տվեք ցանկացած ուժի, որը այս սատանայական սեկտայի անդամ չէ կամ ներկայացուցիչ չէ։